Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Մայք Կարիբյանն եմ։ Եվս մեկ հաղորդում, որ պատրաստել եմ բոլոր իմ հետևողների համար։ Ուզում եմ նշել, որ իմ YouTube-յան ալիքը հիմնականում ֆինանսների մասին է, բայց ժամանակ առ ժամանակ ես ունենում եմ տարբեր հյուրեր, տարբեր ոլորտներից եւ սիրում եմ քննարկել կյանքի մասին տարբեր հարցեր։ Այսօր այդ օրերից մեկն է եւ ուրախությամբ ուզում եմ ներկայացնել իմ հյուրին, բայց մինչեւ այդ ուզում եմ մի փոքր ներկայացնել իր, այսպես ասած, անգլերենով background-ի մասին։ Այսօրվա իմ հյուրը Հայաստանի կյանքի խոսքի բանտերի եւ վերականգնողական կենտրոնի հիմնադիր ղեկավարն է եւ նույն ծառայությունը այս եղբայրը անցկացնում է այստեղ Ամերիկայում կյանքի խոսք եկեղեցում նույնպես եւ ուզում եմ նշել, որ տարիներ առաջ իր հետ ունեցել եմ մեկ հարցազրույց մոտավորապես 8 տարի առաջ եւ այդ տարիների ընթացքում մեր ընկերությունը զարգացել է եւ ես ուրախ եմ, որ ունեմ իր նման ընկեր, մի անձնավորություն, որից շատ դասեր եմ քաղել։ Սիրով ուզում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին Արթուր Սեդրակյանին։ Ողջույն Արթուր, ինչպե՞ս ես։ Ողջունում եմ ձեզ, լավ եմ, շնորհակալ եմ, Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ նաև հրավերքի համար, լավ ժամանակ ունենալու համար։ Ես էլ եմ շնորհակալ Արթուր եղբայր եւ շնորհակալ եմ, որ քո busy schedule-ից վերցրել ես, կարողացել ես այսօր գալ եւ ուրախությամբ սպասել եմ այսօրվա ինտերվյուին, որտեվ ես տարիներ է որ նայել եմ քո տարբեր ինտերվյուները, թե հենց Հայաստանից սկսած, թե այստեղ, թե եկեղեցում եւ դրա մասին քիչ հետո կխոսանք, այնպես որ ուրախ եմ, որ այս հարցազրույցը ունենալու ենք եւ ես հավատում եմ, եթե մի հոգի էլ այս հարցազրույցից որոշ բաներ կքաղի իր կյանքի ընթացքում քո փորձառությունից ելնելով, ես կարծում եմ, որ դա հիանալի կլինի։ Ինչպե՞ս ես։ Այո, համաձայն եմ։ Լավ եմ, շնորհակալ եմ, Փառք Աստծուն։ Արդեն 2 տարի է, որ Ամերիկայում ես, Արթուր եղբայր։ Այո, 2 տարին արդեն լրացավ Ամերիկայում ենք, նոր ոնց որ ամրանում ենք, հիմքերը պնդանում, արմատները խորանում Ամերիկայում։ Երևի քեզ այս հարցը տվել են։ Ոնց է, սիրում ես այստեղ։ Փառք Աստծուն, շատ լավ է ուղղակի այդ կտրվել եւ մեկ այլ տեղ հաստատվել ամրանալը մի փոքր ընթացք էր պահանջում, որպեսզի կարողանայիր ընտելանայիր, հարմարվեիր, կարոտները, հիշողությունները, մի խոսքով թողածդ բաները, հետևում թողեիր, մոռանայիր ու առաջ սլանայիր ոնց որ։ Իսկ հայրենիք կարոտել ես։ Այո, հայրենիքս կարոտում եմ, որտեղ ընդեղ եմ ծնվել, ընդեղ եմ ապրել, ընդեղ եմ մեծացել։ Իհարկե շատ եմ դրսերը եղել, Եվրոպա եմ եղել, Ռուսաստան եմ եղել, ոտ Ամերիկա եղա ծառայողական բնույթով։ Հիմա էլ Աստված ոնց որ այսպես ասած կամեցավ, այստեղ հայտնվեցինք, բայց որտեղ էլ լինենք, փորձում ենք Տիրոջը ցույց տալ, Տիրոջը ներկայացնել, Տիրոջ կամքը կատարելու, իրան ծառայելու, իր մարդկանց ծառայել։ Շատ լավ, Արթուր եղբայր, գիտեմ մենք այսօր հետաքրքիր թեմա ենք զրուցելու, բայց մի փոքր քո background-ից, ճիշտ է, շատերը արդեն քեզ միանգամից կճանաչեն, բայց միգուցե իմ հետևողների համար նորություն լինի քո background-ը, որտեղ իրոք Աստված քո կյանքը 180 աստիճան փոխել է։ Ինչպես էր ապրում Արթուր Սեդրակյանը մինչև Աստծուն ճանաչելը եւ դրանից հետո։ Դե իհարկե մոլորված խավարի մեջ գնում ես, գիտես մի բան ճիշտ ես անում, բայց իրականում չես հանդիպել ճշմարիտին։ Գիտես, երբ որ մենք աշխարհում էինք, երբ որ խավարի մեջ էինք, մի այսպիսի դրվագ կար, որ շատ էինք խոսում ու ասում մեկս մեկին, հիմա էլ երիտասարդները, չգիտեմ, որ ճիշտը մի հատն է, ճիշտը մեկն է։ Ու չգիտես ինչի տանում էինք այդ ճիշտը մի հատը, տանում էինք վերագրում էինք հանցագործ աշխարհին, հանցագործ մտածելակերպ ունեցողին, որ ճիշտը մի հատ է, բոլորը պետք է գան ստեղից խորհուրդներ եւ պատասխաններ վերցնեն։ Բայց երբ որ հանդիպեցիր Աստվածաշնչին, երբ որ հանդիպեցիր Հիսուսին, տեսա, այո, ճիշտ էինք ասում, որ մենք ճիշտը մի հատ է, բայց այդ ճիշտը Հիսուսն է, որովհետեւ գրված Աստվածաշնչում, հա, Հիսուսն է ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Ամեն, ամեն։
Արտուր եղբայր, այսօրվա թեման մի փոքր շոշափեցինք իրար հետ, ինձ շատ դուրալի էր եւ ես կարծում եմ քո նման անձնավորությունը այս փորձառություններից ելնելով երևի ամենալավագույն տեսանկյունը դու կբերես եւ կուզեմ բաժնեկցենք իրար հետ։ Գիտեմ դու հենց Հայաստանում էլ ունեիր շատ busy, անգլերենով ասած, schedule։ Եվ երբ որ եկար Ամերիկա, ինչպես ես կարողանում այդ ամենը հասցնել եւ ուզում եմ հենց ըտեյուցես սկսենք։ Դու ոնց ես նայում busy կյանքին եւ busy-ն իրոք այնն է մարդ busy լինի թե արդյունավետ, որովհետեւ դրա մեջ տարբերություն կա, այլ դու ոնց ես դա հասցնում։ Այո, շատ լավ առանցքային բան ասեցիք, ավելի կարևոր է, որ այդ busy հետ մեկտեղ արդյունավետ լինի մարդ։ Այսինքն շատերը կամ վազում են, Պողոս Առաքյալն էլ ասում, բայց մեկն է որ հաղթանակը վերցնում է։ Ու ասում է մենք օդ չենք ծեծում, քամի չենք, ոնց որ անարդյունավետ չի։ Այո, ես եղել եմ ժամանակ Հայաստանում, համ աշխատել եմ, համ ծառայել եմ ու տեսել եմ դրա դժվարությունը, ճեղքելը, հասցնելը, հավատարիմ մնալու պայքարները, տիրոջ հետևից գնալու պայքարները եւ եկավ ժամանակ, որ արդեն վերջի մի քանի տարիներ ես ամբողջությամբ ծառայության մեջ եմ եղել ու դրա արդյունքը տեսա։ Ես համ խորհուրդ եմ, համ սովորացնեմ։ Նայեք, ես շատ լավ աշխատանք ունեի Հայաստանում։ Պատկերացրեք, էլի Աստված էր օրհնել, ես հավատում էի, որ Աստված էր օրհնել, հավատում եմ, որ Աստված էր օրհնել։ Հայաստանում ես աշխատում էի 500,000 դրամ աշխատավարձ։ Դա Հայաստանի համար մեծ թիվ էր ու պատկերացրեք ես զարգացնում էի մի ֆիրմա, որը ճանաչված է այսօր, մի խոսքով այն սառույցի հալեցումը այդ ֆիրմայի համար ես եմ արել, որ արխիվից գնացի, տարածեցի շուկան, խանութներում մենք արդեն ճանաչվեցինք ու երբ որ եկավ դեկտեմբերի 29-ն էր արդեն Սա որ թվականն է 2016 թվականն էր, հիշում եմ, 15-ը որ դառնում էր 16։ Այո։ Ու տերերի հետ խոսացի, ասի ես վերջացրեցի իմ գործս, թողում եմ այս ամեն ինչը, զարգացավ, արդեն Հայաստանում լավ տարածված է, խանութներում կա, ապրանքը շուկան զարգացրել եմ։ Հիմա ես գնում եմ վերականգնողական կենտրոն սկսեմ։ Ու զարմացավ տերերը, բավականին ճանաչված, բավականին հաջողակ բիզնեսմեններ։ Ինչպես ընդունեցին այդ։ Գիտես, մի տեսակ ասին, ինչ է այդ վերականգնողական կենտրոն, ասի գնում եմ մարդու հետ գործ ունենամ, մարդկանց կյանքերի հետ գործ ունենամ, թմրամոլներին եմ ուզում օգնեմ, ու պատկերացրեք, ես աշխատանքից դուրս եկա, ասեց, սպասի Վրաստան գնանք, Վրաստան զարգացնենք, այնտեղ էլ միտք ունենք, որ այս բրենդը այնտեղ զարգացնենք, ասի, չէ, ես արդեն գնում եմ Աստծո գործի մեջ, նվիրվեմ Աստծո գործը առաջ տանեմ։ Իհարկե, այդ ժամանակ համ աշխատում էի, համ ծառայում էի, ու պատկերացրեք ես թողել եմ աշխատանքը առանց որևիցե բանի, ոչ ակնկալիք կար, ոչ խոստումներ կար, որ քեզ այդտեղ աշխատավարձ կտրվի, միայն հավատք, ֆինանսը, միայն հավատք, ու դա Աստված բավականին երկար ժամանակ իմ սրտի մեջ դրել էր, մտի քո կոչման մեջ։ Ու անընդհատ կնոջս հետ խոսում էինք, ասում էի վերջ մի օր պետք է մտնենք մեր կոչման մեջ, թե չէ։ Դավայ այսօր սկսենք, դավայ այսօրվանից քայլ անենք ու փառք Աստծուն այդ համարձակությունը թողեցի աշխատանքը, պատկերացնում եք 29 դեկտեմբերի թողեցինք, 18-ին, հունվարի 18-ին 16 թվականի ծնվեց մեր առաջի վերականգնողական կենտրոնը։ Գումար չունեինք ընդհանրապես, $200 գումար եմ հավաքել, մի հատ բնակարան ենք վարձել, 4 սենյականոց բնակարան ենք վարձել, ու այդ 2 ամսվա գումարը անում էր հենց $200։ Այո, տվել ենք այդ $200 ու արդեն մի հատ թմրամոլով, մի հատ ալկոհոլիկով տեղավորել ենք, իսկ մինչև այդ երազիս մեջ մեր Էդիկ Պետրոսյանը, մեր առաջվա բանտերի ծառայության պատասխանատու ղեկավարը, որը իմ նաստավնիկը, որը իմ ղեկավարն է եղել, Հովիվն է եղել, երազի մահանալուց հետո ինքը փոխանցեց ինձ ծառայությունը ու հետո Սիրիայում գնացին մի քանի վաղ հետո Սիրիայում մահացավ։ Երազիս մեջ գալիս է ու երազիս մեջ տալիս է իր շեփորը, մի հատ sense փող կար, որ ինքը հնչեցնում էր միշտ, այդ երազիս մեջ այդ փողն է տալիս ինձ, այդ շեփորը ծառայությունը փոխվեց քեզ։ Ու ինձ խորհուրդ է տալի, ասում է, գիտես, Սևանի բերքը հավաքի, այնտեղ ծառներ ունեինք, Սևանի բերքը համարի հավաքի վերականգնողական կենտրոնի համար ջեմ սարքի,
որ ուտեն ու ես անկախ նրանից կար վերականգնողական կենտրոնը չկար սկսել էինք չէինք սկսել ես այդ բերքը հավաքել տվեցի հավատքով բերեցի մեր ընկերներից մեկի մայրիկին խնդրեցինք ջեմերը արեց փակեցինք 3 լիտրանոց այդ բանկաների մեջ ու պահեցի ոնց որ պահեցի ու անցավ մի որոշ ժամանակ հետո նոր ծնվեց կենտրոն ու այդ ջեմերը սկսել էինք բացել օգտագործել այսինքն հավատքի քայլ էր այո Այ Արտուր եղբայր, տես նշեցիր կոչում։ Այսքանով է կարևոր մարդ իրոք իր կոչումը ճարի եւ մնա դրա մեջ, եւ նաեւ նշեցիր այդ փոփոխությունը անցնելով գործից ծառայության։ Այլ մարդիկ կան, միգուցե Աստված ցույց է տալի, բայց վախում են այդ քայլը անեն։ Այլ դու ո՞նց ես արել դրանք։ Գիտես, սա իրականում Աստծուց էր իմ մեջ դրված, որտեղ վառվում էր իմ մեջ այս ամեն ինչը, ու հետաքրիր էր մի թմրամոլի ինք ծառայում որը մի այսպես անմխիթար տան մեջ էր բնակվում, որտեղ պատուհան չկար, իրանք թմրամոլներով հավաքվել, այդտեղ նարկոտիկ էին օգտագործում, քնում էին, պատուհանները կոտրված են, բացի թողի տներ, որ լինում են, թաղամասներ կա այդպես։ Ու պատկերացրեք, այդտեղ այդ տղան անընդհատ մնում էր, մենք տանում էինք հացը տալիս էինք, քարոզում էինք, ճաշ էինք տալիս, Հիսուսից էինք խոսում, աղոթում էինք, ու մի օր հիշում եմ, երբ որ գնացինք իրան այդտեղ այցելելու, հաց տանելու, աղոթելու, ինքը մի բան ասեց ինձ խնդրում եմ տարեք այստեղից, ես կմահանամ։ Ու պատկերացնում ես սենց ասում Աստված ջան, ուր տանենք, ոնց անենք, զանգում եմ այս ծառայությանը, այն ծառայությանը, մենք է չունենք վերականգնողական կենտրոն, չգիտենք ինչ անենք, մտածում ես քո տուն տանես, մտածում ես ուր տանես, որտեղ տանես, մի խոսքով սենց մի հատ ահավոր վիճակ, ու անցավ մի որոշ ժամանակ էլի ծառայում էինք, բան հետո այդ տղան մահացավ։ Ու այդ տղան մահացավ ոնց որ սենց գիտես ներսս այդ վերականգնողական կենտրոն ինչի չունենք ու երկնքից մի օր աղոթքի ժամանակ եկեղեցում եմ վերջում կանգնած աղոթում ենք, բան երկնքից ոնց որ սենց սրտիս մեջ ձայն կա, որ թմրամոլները մահանում են գալիս են երկինք եւ բողոքում են, որ Հայաստանում վերականգնողական կենտրոն չկա։ Ու ես հասկացա, այս ինչ խնդրի մեջ ենք մեծ։ Այսինքն մեջս էդի վառվում էր։ Всё ասեցի, ամեն ինչ թողում եմ, ինչ ունեմ ծախում եմ, ընկերներից խաբար եմ անում, ովքեր ինչով կարան օգնեն, մի հատ կենտրոն սկսենք։ Ու 2 օր հետո այդ դրանից ոչինչ բան տեղյակ չի լինում հովվետ, տեսիլքից, աղոթքից, բանից։ Ու 2 օր հետո կանչում է, հանդիպում ենք, ասում Արտուր, ինչ ես կարծում, չսկսենք վերականգնողական կենտրոնը։ Բայց ինքը դեռ չգիտեր դրա մասին։ Դեռ չգիտի, ընդհանրապես չի խոսացել։ Այսինքն Աստված համ քո սրտում է դրել, համ իր։ Այո, դրա համար եմ ասում լրիվ Աստծուց ծնված ու պատկերացնում եք, այդ ընթացքում ես ասում եմ ամեն ինչ կթողեմ ու կգամ վերականգնողական կենտրոն կանեմ, հեսա սաղ կծախեմ։ Ու գիտեք հետաքրիրը որն է, ու այդ ժամանակ ես մի հոգի պարտք է ինձ լինում, գումարապարտ լինում ու ասում եմ դե լավ, ասում եմ կթողեմ աշխատանքս, կգնամ այդ ծառայությունը կբարձրացնեմ, այդ պարտքը կվերցնեմ, կտան, մի քիչ ընտանիքիս հարցերը կլուծեմ, մինչև տեսնենք Աստված մեծ է, մի բան կանի, ոչ մեկ ոչինչ բան խոսք չի տվել, ոչ մեկ չի ասել թող գործը տարի ծառայի քեզ կորտնենք, գումար կտանք։ Ու եկավ ժամանակ թողեցի աշխատանքը, հույսով եմ, որ հեսա այդ պարտքերը կվերադարձնեն, ես այդ ընթացքում ընտանիքի հարցեր կլուծեմ, ֆինանսական հարցեր կլուծեմ, ձեռի հետ էլ արդեն կկարողանամ ազատ լինեմ, որ ծառայեմ վերականգնողական կենտրոն բարձեմ ու Աստված սրտիս մեջ դնում է այդ պարտքը մի ուզի օրտնի այդ մարդուն։ Ես զարմանում եմ, ասում Տեր, այս մի բանն է, որ պետքա սրանով շարժվի։ Ու չթողեց վերցնել։ Ես օրհնեցի, զանգեցի այդ մարդուն, օրհնեցի, ասի Աստված չի թողում որ այդ պարտքը վերցնեմ, էսի լինի քեզ ու Աստծուն ասում եմ ինչի համար։ Ու ասում եմ որ ամբողջությամբ ինձանից կախված լինես։ Այն որ ասում եմ ոչինչ մարմնից չի, որ ոչ մեկ չփառավորվի, իրականում էս էր։ Ու ամեն ինչ Աստծուց էր։ Ու գիտեք հետաքրիր մի բան ասեմ, երևի շատերին օգուտ կտասա։ Գիտեք, շատ ծանր վիճակ էր։ Ես կամ կնոջս կողքին պետքա լինեի, կամ ծառայության կողքին պետքա լինեի։ Անենց ժամանակ ընտրեցի, որ սկսենք էսի, որ արդեն կինս հղի էր իմ Սամուելով։ Վերականգնողական կենտրոնը Հայաստանի ու Սամուելս մի տարիքի են։ Այդ ընթացքում համ կինս էր հղի ոնց որ Սամուելովս, համ ոնց որ վերականգնողական կենտրոնով ես էի հղի, այսպես ասած, ու պատկերացնում ես ու մենք սկսեցինք միասին։ Այնտեղ 3 օր ես էի մնում, 3 օր եղբայրներից մեկն էր մնում, ոնց որ սմենով մնում էինք այնտեղ,
ու պատկերացրեք, երբ որ Արփինեն մի օր հիշում եմ զանգեց, ասեց քո կարիք ունեմ, գիտես ուզում եմ դու կողքս լինես, տանը լինես, մի խոսքով այստեղ ասում էի, այսօր վերականգնողական կենտրոնի սմենին եմ, այսօր ընդեղի հերթին եմ, 3 օր հետո քո մոտ եմ լինելու։ Ու գիտես հիշում եմ ես, երբ որ մտա տուն կինս Փառք Աստծուն, շատ լավ կին ունեմ, հրաշալի Արփինես, ինքը ինձ հասկացա, մի օր մտա, ասի, գիտես, ասի, դու պատրաստի ինձ վայելում ես, Աստված ինձ մաքրեց, փրկեց, այդ խավարից հանեց, այսօր դու ուղղակի պատրաստի վայելում ես ինձ, դու ոչ մի գին, ոնց որ ոչ մի գին չես վճարել իմ համար, իմ փրկության համար, դու պատրաստի արդեն մաքուր ինձ վայելում ես, բայց այդ մարդիկ մեռնում են։ Խնդրում եմ ճիշտ հասկացի, եթե պատժերշկա կանես, արա, եթե չէ, ես գնում եմ ծառայեմ։ Գիտես, ոչ թե ես իմ ընտանիքին չեմ սիրում, ոչ թե ես իմ, բայց այդ հավասարակշռությունը, այդ բալանսը Աստված բերել էր, պահում էի։ 3 օր ընդեղ էի, վազում էի 3 օր ստե, 3 օր ստե, հետո վազում էի ստե։ Ես չեմ սիրում հիմա, գիտես, որ երբեմն քարոզում են, սենց ուզում են սովորացնեն, բայց ձեր ընտանիքը, եթե դուք այդ սովորացնողները, էլի ընդհանրապես, իհարկե բալանսը պահում է Սուրբ Հոգին, ես էլի շեշտում եմ, եթե դուք ներդրում չանեիք ձեր ծառայությունների մեջ, միթե պտղաբեր կլինեիք։ Այո, մի քանի ժամանակ անցնում է, հոգնում են, բեռնավորվում են, հիասթափվում են, սկսում են այդ խորհուրդները տալ։ Բայց իհարկե Աստված շատ լավ է բալանսը բերում, երբ որ շատ նվիրվում էի ծառայությանը, ասում էր հələ դավայ վազելով ընտանիքիդ, երբ որ շատ ընտանիքի մեջ է, ասում էր դավայ վազելով ընտանիք, ու այդ բալանսը միշտ Սուրբ Հոգին անում, թե չէ կքանդվի ընտանիքը, կքանդվի ծառայությունը։ Ու Փառք Աստծուն, Սամուելս ծնվեց այդ ընթացքում ամեն ինչ բարեհաջող, մի խոսքով Փառք Հիսուսին, այսօր ունենք այն ինչ որ ունենք ու չեմ զղջում, չեմ փոշմանում ու հավատում եմ սկսել ես այդ։ Այո։ Արտուր եղբայր, տես նշեցիր այդ բալանսը, չէ՞։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր անհատ տարբեր կյանքի էտապներով է անցնում եւ դու զրուցում ես, թե կյանքը նման է 4 եղանակների, այլ կուզեմ մի փոքր դրա մասին խոսաս։ Ինչի ես այտենց նայում եւ ոնց ես հասկացել, որ այդ տարբեր սեզոններից պիտի անհատ անցնի։ Օրինակ դու ոնց ես նայում, ոնց կբացատրես այդ սեզոնները։ Այո, սեզոնները ես այստեղ մի պահ ինձ բռնացրեցի ու Աստված հետս խոսեց, ոնց որ բռնացրեցի, որ ես ինչ որ ուրիշ սեզոնում եմ հայտնվել, հոգևոր ուրիշ եղանակի մեջ եմ հայտնվել, ուրիշ սեզոնի մեջ եմ հայտնվել։ Ես այնտեղ Հայաստան լավ պտղաբեր լինելուց հետո, 5 հատ վերականգնողական կենտրոն բարձրացեցինք, լավ ծառայողներ, որ մինչև հիմա այդ ծառայողները կան, իմ օգնականներն են այնտեղ ղեկավարում, հիմա Փառք Աստծուն տանում են առաջ ու լավ էլի գնում է առաջ, ու հասկացա այստեղ եկել եմ, սենց ուզում եմ ոնց որ էլի այդ նույն պտուղը բերեմ, ուզում եմ այն որ անհանգիստ չես կարող տեղդ մնաս, ուզում ես էլի Աստծո համար գործ անես, թմրամոլներին հասնես, օգնես, էլի ծառայես, մեկ է տեսնում ես հնարավորությունները, ինչ որ նույնը չեն, փակ են, ինչ որ ուրիշ երկիր է, ուրիշ հող է, ուրիշ տարածք է, ուրիշ օրենքներ, ուրիշ մտածելակերպ, ու դու բախվում ես այս անհարմարությանը։ Գիտես թե եմ նշում, Արտուր եղբայր, որտեվ տես դու նշեցիր այդ պահին դու պետք է մի մասը քո ժամի դներ ընտանիքի մեջ, մի մասը դներ ծառայության մեջ, եւ ես հավատում եմ, որ այո, շատերը միգուցե դատողական այդ պահին նայեն, ասեն ընտանիքին ուշադրություն չի դրնում, այդ սեզոն է, այսինքն այդ պահը պիտի անցնես, ոչ թե դու ասում ես սա սրանից կարևոր է, սա, այսինքն այդ պահը պիտի ճիշտ հասկանալ։ Այո, իհարկե, չէ, ես ինչ նկատի ունեի, որ երբեմն շատերը ասում են ընտանիքը կարևոր է, ընտանիքը, այո, եւ ամեն ընտանիքը կարևոր է, բայց ոչ ծառայության հաշվին։ Եվ այո ու ամեն ծառայությունը կարևոր է ոչ ընտանիքի հաշվին, այսինքն այդ խառնաշփոթը չպետք է լինի։ Ու շատ կանայք, որոնք քո կոչման հետ համաձայն չեն կամ համապատասխան չեն քո կոչմանը, կարան քեզ էլ հեռացնեն քո կոչումից, դու չկարողանաս ծառայես, դու կարող ես կանչված լինես լավ հովիվ, լավ ծառայող, լավ չգիտեմ, ծառայող, բայց կինդ համապատասխան չլինի քո կոչմանը ու շատ եղել է ու խանգարի քո կոչման մեջ այդպես էլ չմտնես։ Փառք Աստծուն մեր լավ իմաստուն կանանց համար, որ ըմբռնումով մոտենում այդ ամեն ինչին ու ծնվում է այն ինչ որ կա։ Հիմա այո, կամ պետք է Աստծո գործ անես կամ քո ընտանիքի գործը։ Հիմա ամենահեշտ բանն է թողես ամեն բան,
ընտանիքիդ հետ մենակ հացը ջուրը տուտես, ընտանիքիդ երեխեքիդ հետո ես մտածում եմ եսասերի կյանք է դա։ Գիտես ամբողջությամբ էլ ոչ մեկի մասին չմտածես, միայն աշխատեմ կամ տուն, աշխատեմ կամ հեռուստացույց միացնեմ երեխեքիս, փողը կա, հացը կա, ջուրը կա, ես մտածում եմ եսասերի մարմնին հաճելի, բայց հոգուն անարմարավետ։ Գիտես, էսի ամենահեշտ կյանքն է, բայց երբ որ ուրիշի համար ես ապրում, այո, սա է համ երջանկացնում, համ ուրախացնում, համ էլ կարա մի քիչ էլ իհարկե դժվարացնի բարդություններ, կասես հիմա շնորհակալ ծառայությունն է, գոհ կարաս ասես ոչ, շնորհակալ չեմ, բայց դու չես անում Աստծո համար։ Կարա քո ծնած զավակները, հոգևոր զավակները քեզի չընդունեն էլ, կարան մերժեն, կարան վաղ միսօր մեծանան, արդեն քայլեն, անգամ մարմնավոր զավակները քայլեն, ասեն արդեն ես մեծ եմ, արդեն ես հզոր եմ, արդեն ես կարող եմ, արդեն ես լավ գործերի տեր եմ, ընտանիք ունեմ, հոգևոր առումով էլ մարմնավոր։ Դու էլ ինձի պետք չես, քո խորհուրդները էլ ինձի պետք չի։ Դավայ արդեն ես տնորեն ունեմ, ստեզ գործարներ ունեմ, մենք մեր ձևով կանան անշնորհակալ գործ կարա լինի, բայց դա չպետք է կանխի մեզի որ շարունակի։ Որտեւ նայ Արթուր եղբայր, տես օրինակ ես որպես բիզնեսմեն լինելով շատ անգամ իմ կյանքում պարագաներ են գալի, որ միգուցե եթե ես մենակ իմ մասին մտածեի, միգուցե այդ էքստրա ստեպը չանեի, այդ էքստրա քայլերը չանեի կամ իմ կոմֆորտ զոնից դուրս չգայի։ Բայց երբ որ ես ունեմ ընտանիք, ունեմ կին, ունեմ երեխաներ եւ ասում եմ, գիտես ինչ, չէ, իրանց համար պետք է այսքան ավել աշխատեմ կամ օրինակ 6-ին տունը գալու փոխարեն մինչեւ 8-ը պետք է մնամ։ Այսինքն երբ որ դու կյանքում ստեղծում ես քո կյանքում այնպիսի պարագաներ, որ քո կյանքը մենակ քո համար չի, այլ այս կարևոր բաների համար է, դա քեզ նաեւ օգնում է, որ դու քո պոտենցիալը ավելի զարգացնես, ավելի մեծ գործեր անես, որ Աստված իրոք տենա եւ ավելի օրհնի։ Այդ կոմֆորտ զոնից պիտի փախնենք։ Անպայման, բայց գիտես հետաքրքիրը որն է, Մայր ջան, մենք նկատել ենք մի բան, որ երբ որ ֆինանսներ ես բերում, արդարացի այ ընտանիքում, օքեյ ժամանակիդ կորուստը։ Բայց երբ որ դու մարդուն ես ծառայում անվճար, արդեն բարեգործական, բարեգործական ֆինանս չկա, չլոցի, տանջանք, խոսակցություններ, բազարներ, ես ընտանիքում, այն ընտանիքում ֆինանսներ չկա, կարող է ընտանիքում խոսակցությունների բան դառնա, հասկանում ես, բայց դու կարևորում ես կարևորը, խորն ես նայում ավելի մարդու փրկությունը ավելի կարևոր է, հասկանում ես, չգիտես ինչի շատ կանայք կարող է լռեն, երբ որ դու գնում ես զբաղվածություն ես անում, բայց հետդ ֆինանս ես բերում։ Մի քիչ բիզնեսը ուրիշ է, ծառայությունը ուրիշ է, թեպետ այո, թեպետ կանայք, ասեմ ձեզ, կանայք շատ անգամ այո ասում են ինձի քո փողն էլ պետք չի, դու իմ կողք եղի, ինձի քո գումարն էլ պետք չի, դու քո ներկայությունը երեխեքի կյանքում թող լինի, այդ հավասարակշռությունը այնտեղ էլ է պետք։ Բայց չգիտես ինչի, երբ որ ֆինանս ալում կինը դրում է այնտեղ, երբ որ ծառայություն ալնում, անվճար ալնում, բարեգործական ալնում, կարան կանայք չհրեն այնտեղ, ասեն իմ կողք եղի։ Բայց ճիշտ է, փառք Աստծուն, ես չեմ դատում, իրականում Աստված վկա է, չեմ դատում, ուղղակի բալանս եմ ուզում բերեմ։ Լսի, եթե մի մարդու կյանք փրկվի, քո ամբողջ կյանքում մի մարդու կյանք փրկվի, քո միջնորդությամբ, այսպես ասած, քո ծառայությամբ, քեզ օգտագործելով, ուրեմն դու հաջողվել ես այդ կյանքում, ես տենց եմ համարում։ Ու որտեղից ենք վերցրել ընդհանրապես այս մտածելակերպը։ Հիսուսը իր համար ապրեց, թե դիմացինի համար։ Հիսուսը իր համար խաչվեց, թե դիմացինի համար։ Հիսուսի վրա թքեցին, անպատվեցին, մեր համար, թե իր համար։ Վերջո, ցույց է տալի տեսանելի դաշտում, ցույց է տալի, որ Հիսուսը իր համար տանջվեց։ Կոպիտ ասած, կներես Տեջան, շատերը կարող ասում են, իր անխելքությունից բռնին խաչեցին։ Շատերը ոնց որ ասում էին, էլի, արա դե խելոք մնա իրելի, դե սուս մնա իրելի, դե այստեղ էր իմաստուն։ Հիմա մի քիչ համարցակ ավետարան ես խոսում, ասում են իմաստուն չի։ Միտեղ համարցակ ուզում ես քարոզես, ասում են մի քիչ իմաստությունով պետք է քարոզես։ Հասկացանք, բայց չէ որ Հիսուս Քրիստոսը հելավ ու ավետարանը քարոզեց այս աշխարհին, քարկոծվեց մեր համար, խաչվեց էլ մեր համար ու օրինակ թողեց ոչ թե մենակ ձեր անձի մասին, այլ դիմացինի մասին ու ինքը ասեց,
վերիների մասին մտածեք, ավետարանն է խոսում, ոչ թե երկրի վրայինների, այդ բանը մտածելակերպը սովորացրել է մեզի, բայց գնալով նկատել ես, թե երկրայինի վրա ավելի շատ կկենտրոնանանք, ավելի շատ կմտածենք, I don't care կլինի, որը չեմ սիրել, սկզբից հենց մտա Ամերիկա, չսիրեցի I don't care ու սիրեցի it's okay-ը, ոնց որ, հա, ես չեմ սիրում, երբ որ մարդը տանջվում է, տառապում է խնդիրների մեջ, մեկը կարող ասի I don't care, դա իր խնդիրն է։ Ինձ չի հետաքրում հայերեն ասած, էդի չսիրեցի ու սիրեցի, որ it's okay, երբ որ մարդը սխալվում է, խնդիրներ է գործում, ասում են, լավ, ոչինչ, կշտկվի, հա, կվերականգնվես։ Ու հասկանում ես բաներ կա, որ կյանքիդ մեջ որակներ է բերում դրանք, կարա ֆինանսներ չբերի, ասեմ քեզ, կյանքի որակները, մարդ լինելու որակը կարա եւ ֆինանսական, այո, ավելի թանկ է ու կարա ֆինանսական մեծ հաջողությունների չհասցնի քեզ, ասեմ քեզ, որովհետեւ այսօր կյանքի որակը չի վճարվում։ Նկատել եք կյանքի որակը լավ մարդ լինել այսօր չի վճարվում։ Ես կասեի ավելի շատ տեղեր չի էլ գնահատվում։ Չի էլ գնահատվում ու ձրի են ուզում։ Կյանքիդ որակը, կյանքիդ արժեքները կամ մարդ լինելդ միշտ ուզում են, որ դու իրանց կողքին լինես անվճար։ Օգնես, որտեղ բա չէ որ Հիսուսը սենց կաներ, չէ որ քրիստոնյան այսպես պետքա լինի անվճար։ Բայց գիտես ինչն է ֆինանսներ բերում։ Ճկունությունը, աշխատասիրությունը, հա, իմաստուն լինելը, մեկ խաբեությունները, տեսնում ես ֆինանս բերող տարբեր, բայց մարդ լինելը նկատել ես ֆինանս չի բերում, նավարոտ ֆինանս է տանում։ Դու պետքա մարդ ես, ֆինանս պետք է ունենաս, որ դնես մեկի կյանքի համար, որ հասնես օգնության այդ մեկի կյանքի։ Էդի որ ասում ես Արթուր եղբայր, հիշում եմ, ինձի շատ են դիմում տարբեր հարցերով, մանավանդ ֆինանսական օգնության մեջ։ Հիմա որ խոսում եմ, գիտեմ այդ լիստը մեծանալու է էլի, բայց մի անգամ փորձ արեցի ես մարդկային տեսակի մասին, որ խոսում ես մի հոգի էլի օգնության կարիք ուներ, ասեցի, գիտես ինչ, երկու հատ առաջարկ եմ քեզ ուզում տամ։ Ուզում եմ առաջինը ես կորոշեմ, եթե կարող եմ օգնել, կասեմ այսքանով կօգնեմ, բայց երկրորդ տարբերակը քո հարցի մեջ խնդիր ունես, որ խոսացինք դրա մասին, ասեցի կարամ նաև խորհուրդ տամ քեզ։ Որոշի որն ես ուզում։ Մի անգամից հետ պատասխանեց, իհարկե տեքստով էինք այդ պահը խոսում, ասեց ես խորհրդի կարիք չունեմ։ Ես ավելի շատ ֆինանսի կարիք ունեմ եւ ես հասկացա, որ մարդիկ շատ անգամ այդ ֆինանսական օգնությունը դեռ օգնություն կարա չլինի, խորհուրդը այդ սովորելը, այլ քո մարդ լինելը զարգացնելը, երբ որ դու մեծանաս, ավելի բարձր կարգի հասնես, ոչ թե միայն որպես մարդ կաճես, այլ ֆինանսական օրհնությունն էլ այդտեղ կգա։ Այս շատ մարդիկ էդի չեն կարողանում հասկանան։ Իրան գիտեն ամեն ինչը հենց ֆինանսով է լուծվում։ Այո, հենց ցավալի է, սա շատ ցավալի դեպք է, որ գիտես տեսնում ես մարդիկ, որոնք իրականում խորհրդի կարիք ունեն, բայց սպասում են ֆինանսի։ Գիտես, ֆինանս տաս, ասեմ քեզ, մի փոքր կլսեն էլ խորհուրդդ։ Այո։ Ֆինանս չտաս, միայն խորհուրդ ուզենաս տաս, ասում ես քո խորհրդի կարիքը չունեմ։ Եվ հակառակն էլ ասեմ, երբ որ պահ եկել չեմ, ասել եմ, այս պահին չեմ կարող կամ հարմար չի, այն կներես բառիս համար քրտ կապը կորում է։ Կապը կորում է, գիտեք ինչի, որտեղ սպասումը ֆինանսներ։ Ֆինանսի հետաքրքրություն չկա, կապ էլ չկա։ Եթե հետաքրքրությունը լեր իմաստանալու, անընդհատ, օրինակ ես ընկերներ ունեմ, որ ինձ հետ զանգում են, ժամերով խոսում են, ու ես հասկանում եմ, իրանք խոսում են, խոսցնում են ինձ, բան, խորհուրդ են, ուզում եմ մի բան քաղեն քեզանից։ Այո, խաղում են ու տենց մարդիկ կան, խաղում են, ժամերով խոսանք, խոսցնեն, որ իրանք ստանան իրանց պատասխանները։ Հասկանում ես, ու դա անվճար է։ Դա անվճար է։ Ցավոք սրտի շատերը դրան հետևից չեն։ Հա, անվճար է, բայց կան իմաստուններ այդ են, ժամերով կզանգեն խոսան, քեզնից մի բան կփոկեն, կիմաստանանան, բայց մարդիկ կան, որոնց տարիներով կարող է սովորացրել ես, հետո թվա իրանց արդեն հասունացել են, մեծացել են, արդեն իմաստուն են, արդեն քո կարիքը չունեն, ու հանկարծ Աստված ոչ անի։ Մի հատ խոսակցության մեջ, որ օրինակ ասի, գիտես քայլում էի հանկարծ բանը ուզի չօգնեցի։ Քայլում էի հանկարծ ոտքս քարին կպավ ու հանկարծ էդի ուղակի խոսակցության մեջ ասես, բա գիտես պետք է այդ քարը ախր
մի քիչ առաջ գլուխդ բարձրացնեիր, տեսնեիր այդ քարը հեռու մի մետր հեռու կար, թե չէ վերցնեիր գցեիր այն կողմ, վիրավորվեն, նեղանան, ասեն դու ինձ խորհուրդ ես տալի, պետք չի խորհուրդ տաս։ Ասում ես, բայց ես այս կյանքիս այս ընթացքում երկար տարիներ այդ նույն բաները քեզի ասել եմ, ինչ եղավ հանկարծ դու սկսեցիր վիրավորել։ Եվ այլն կարմա լինի այդպիսի բաներ։ Դե հայրերն են պարտավոր որդիներին, որդիները պարտավոր չեն հայրերի ոնց որ ասած, միշտ հայր լինելը ավելի բարդ է։ Հոր սիրտ ունենալը ավելի բարդ է։ Դրա համար շատ հայրեր երբեմն ասում են կմեծանաս նոր կիմանաս իմ ղադրը կամ ծնողները, կմեծանաս նոր կիմանաս ինչ էր վերապրում իմ սիրտը այդ ժամանակ, բայց օքեյ է, կարևորը մարդիկ ծնվեն, կարևորը մարդիկ օգուտ։ Արտուր եղբայր, եթե չես մերժի, ուզում եմ հետ գնանք այդ տարվա եղանակների թեման, որ կիսվեցինք իրար հետ, այլ ոնց ես դու բաժանել եւ ինչու հենց համեմատությունը տարել ես դեպի եղանակների հետ, ինչու ես այդպես նայեք երբ որ հենց ասի կիսատ մնաց, երբ որ ես Հայաստանից տեղափոխվեցի այստեղ, ես այնտեղ լավ պտղաբեր սեզոն էի ունեցել, սեզոն եմ ունեցել, տեղափոխվեցի այստեղ, հանկարծ ուզում եմ նորից ծաղկել, նորից պտուղ տալ, նորից վրազ դեն անհանգիստ ես, որ ուզում ես մի բան անես, Աստծո համար, մարդկանց համար, բայց մի քիչ նայում ես ուրիշ սեզոն է, ու Աստված ինձ հետ խոսած, ասեց ուրիշ սեզոն է քո կյանքում։ Հասկանում ես, ու ես հասկացա, որ երբեք չեմ ուզենա ձմռանը ծաղկեմ։ Ձմռան պիտի հանգստանաս։ Իհարկե ձմռանը ես երբեք չեմ ուզենա ծաղկեմ, ինչի համար հայտնությունը սա էր, որ ես չեմ ուզենա իմ բողբոջները սառեն։ Ես չեմ ուզենա իմ բողբոջները անարդյունավետ լինեն, ծաղիկներս թափեն, հասկանում ես, ժամանակից շուտ թափեն, ցրտահարվեն, չէ, լինում է, չէ, ժամանակից շուտ, երբ որ ծառը ծաղկում է, հանկարծ գալիս է ձյունը կամ ցուրտը, գալիս է պտուղները փչանում է, ու ինձ Աստված բացեց մի շտապի, համբերի, սեզոններ կան։ Դու միգուցե Հայաստանում ամառ էր քո մոտ, աշուն էր, պտղաբերություն էր, պտուղի հավաքելու ժամանակ էր, ստեղ ձմեռ է միգուցե, ստեղ պետքա արմատները ծնվեն, պետքա տերևները թափվեն։ Այո, ու պատրաստվես գարնանը, պատրաստվես մյուս սեզոնին։ Գիտես, մենք ուզում ենք ամառից հետո ամառ գա, գարունից հետո գարուն գա, միշտ մենք սենց ենք ուզում, հա, ծաղկունքից հետո նորից ծաղկունք, պտղաբերությունից հետո նորից պտղաբերություն, այո, լավ կլիներ, բայց քանի որ տեսնում ես, որ սեզոնային համակարգ գոյություն ունի, դաժե Աստված, հիշում ես Աստվածաշնչում էլ գրված է, որ Հիսուսը իր մայրիկին ասեց, դեռ իմ ժամանակը չի, երբ որ մայրը եկավ, ասեց, արի ջուրը գինի դարձնի, ասեց, դեռ իմ ժամանակը չի։ Ոստեղ Աստվածաշնչում միտեղ կա Դանիել մարգարեության մեջ 2:21-ն է, ասում է նայա եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորների ճշնողը եւ թագավորներ կարգողը, նայա ժամանակները ու եղանակները փոխողը իր ձեռքերի մեջ է, ոչ թե մենակ էս ֆիզիկական աշխարհում, այլ հոգեվոր աշխարհում, ինքը գիտի մենք երբ պետք է հանգստանանք, երբ պետք է մեր պտուղները քաղեն, երբ պետք է մեր արմատները մի հատ հանգստանա, անտեղից նյութեր վերցնեն հողից եւ այլն։ Այսինքն եթե մարդ իրոք իր տեսիլքը իմանա, աշխատասիրությունը ունի, բայց սխալ եղանակի ժամանակ սխալ քայլ անի, կարելի ասել համ վնասվի, համ այդ արածը ջուրը գնա։ Այո, կարա, բայց մի բան էլ կա, որ կողքի մթնոլորտը, կողքի կարծիքներից կախված կարած քայլեր անես ու սխալվես։ Ինչի, եթե քո կյանքում ձմեռ է, դու պետք է հանգստանաս, դու պետք է արմատներդ, գալիս է դատելը։ Բաուրա էս արա, գալիս է անգամ ուրիշները կարան քննադատեն, ասեն դու ծույլ ես։ Այո։ Դու ծույլ ես, դու ոչինչ չես ուզում անես, ոնց որ մի քիչ առաջ ծույլությունից էիք խոսում։ Դու ծույլ ես, արի տեսնենք, ծույլ ենք, թե խանդավառ ձևով սպասում ենք երբեմն նոր սեզոնի պտղաբերության, հա, դու ինքդ գիտես բաներ ա պատրաստում, բաներ ա էփվում, որ ես ասացի թողեցի գործս, մտա վերականգնողական կենտրոն, սկսեցի բարձրացրեցի, դու գիտեք ինչքան երկար ժամանակ աշխատել Աստված իմ հետ։ Մի օր ես հիշում եմ Մեծիկ Պետրոսյանն էր, մեր աղոթքի էինք, դա լիճում էինք, ու ես հենց աշխատանքին էի տրված, ու հենց մտածում եմ, ասում եմ, հենց ասեն կգամ, կսկսենք կանել, կթողեմ աշխատանքը գգամ կանեմ բան, ու հետաքրիր էր բանը, սենց աղոթքի ժամանակ տուր մեզ վերականգնողական կենտրոն, Աստված կանգնացրեց, անկեղծ եմ ասում, կանգնացրեց աղոթքը,
ասես դու չգիտես խի չի լինում վերականգնողական կենտրոնը, ինչ է ձևական աղոթում տուր վերականգնողական կենտրոն, դու պատրաստ ես երևի, դու պետք է ներդրվես դրա մեջ, իսկ ես ասում եի չէ, ոնց որ ասած տվեք կթողեմ կգամ կանեմ, չեք տալիս, այնի կանեմ կսպասեմ, ասեց ոչ, մինչև չթողես, չեմ տա, ես էլ ասի մինչև չառաջարկեն, ոնց որ չթողեմ չգամ, ինչից վախենում էիր, որ ընտանիքիդ հարցերը ոնց կլուծվեր, մինչև տարավ նրան, որ ասեց ոչ մի բանի ակնկալիք չպետք է ունենաս, բայց երբ որ ես եմ քեզ ասում մտի հորդանանը, դու մտնես հորդանան, չվախենաս փոթորիկներից, չվախենաս ալիքներից, հորդառատությունից, այդ առատություն, այդի համարձակությունը Աստծո հետ քայլելու համար Իդի Աստծուց պետք է ստանաս, չես կարա հելնես ջրի վրայով քայլես, ասես որովհետև գրված էր, ընդ գրած էր, որ հելավ քայլեց, չսուզվեց, չես կարա տենց, իդի պետք է Աստծուց սկսես, Աստված եթե քեզ չի ասել, երբեք գործը չպետք է թողես ու գնաս ծառայության հետևից։ Այսինքն միշտ ուշադրությունը դարձնենք, թե Աստված մեզ ինչ է ասում, այլ ոչ թե ինչ են կողքից լսում։ Կողքից հրահրում կամ լսում կամ էմոցիոնալ դաշտը մարդու ուրիշ է, հասկանում ես, ինչ կմտածեմ, բայց շատ կարևոր է դու ներսիդ նայես, խանդավառ ձևի սպասում ես մյուս գարնանա թե ոչ։ Հիմա ուզում էի, սենց սպասում եմ, մտածում եմ, ուսումնասիրում եմ տարբեր բաներ, որ սկսեմ անել հավատքով վերականգնողական կենտրոնի գրքերն եմ։ Հիմա Տերը գիտի որտեղ կօգտագործի, ուզում է չնայած թող վերականգնողական կենտրոն բարձրացնի, ուզում է թող ինչ ուզում է բարձրացնի։ Այո։ Մի օր ինձ ասեց ես չեմ քո Տերը, ասի դու ես իմ Տերը։ Ասես դե թող ես որտեղ ուզում եմ ընդ օգտագործեմ քեզ։ Հասկանաս մեկ-մեկ մենք ասում ենք չէ, այստեղ կամ այնտեղ։ Այո։ Հետո փորձառությունն է կարա խանգարի։ Ես ամեն ինչն եմ քննում, այնպես չի որ մի բանի վրա եմ կենտրոնացած։ Ամեն ինչ տալի առնում եմ միշտ Տիրոջ հետ ոնց որ քննարկումների մեջ եմ, բայց ասեց ոնց որ կենտրոնացած էի, կենտրոն բաստե եփենք բացում, ասեց լսի ես չեմ քո Տերը, հա, ասեց դե համբերի, ես որտեղ կուզեմ քեզ այնտեղ կօգտագործեմ։ Այո, Արտուր եղբայր, տես ինչ ասում ես, այդ քո ասացի մեջ նկատում եմ համբերության այդ գիծը, այ դու ոնց ես քո համբերության վրա աշխատել, որտեվ շատ անգամ իրոք մեր անհամբերությունը տանում է նաև ձախողության։ Այսինքն պետք է ամեն ինչի մեջ փորձենք մեզ զսպել ճիշտ ժամանակի քայլ անելու համար։ Այո, շատ կարևոր է Աստվածաշնչյան այս խոսքը վերցնել, որ սպասի Տիրոջը, սիրտը թող պինդ եւ զորավոր լինի, եւ նորից շարունակում ասում սպասիր Տիրոջը։ Սպասի Տիրոջը ու սպասելու ժամանակ սիրտը թող պինդ ու զորավոր լինի։ Այսինքն պատրաստվիր, երբ որ քայլը գա, պատրաստ շատերը սպասելուց, շատերը համբերելուց թուլանում են։ Դրա համար խորհուրդ է տալիս սպասելուց թող սիրտը պինդ լինի, չերկմտի ու չթուլանա եւ նորից շարունակի սպասել։ Մինչեւ ես կգամ, մինչեւ ես կասեմ, մինչեւ ոնց որ կառաջնորդեմ։ Հասկանում ես, այս ընթացքում ֆինանսները կարան գոռան, ընտանիքը կարա գոռա, կարիքները կարա գոռա, մարդիկ կարան գոռան, որ մի սպասի, մի սպասի։ Հասկանում ես, բայց գիտես Աստծո հետ ես քայլում, Աստծո հետ որ քայլում են շատերը դատում են, անկեղծ եմ ասում, չեն վերապրում։ Գիտես մեկ-մեկ մարդիկ գիտես որտեղից են մեզի խորհուրդ տալիս, իրանց դիրքից։ Իրանց էքսպերիենսից, դիրքից։ Իրանց էքսպերիենսը մենք ավելի շատ ունենք երբեմն, բայց մարդիկ իրանց դիրքից են խորհուրդ տալի, բայց դիրքից խորհուրդ տալը չի օգնում, որ դիրքից դու այդ վիճակին ես հեշտ ատեղ քեզ ասես սենց արեք։ Այսինքն պիտի փորձես հասկանալ դիմացինի իրավիճակը, այդ տեղուց խորհուրդ տաս։ Իհարկե, եթե մարդը բանտում է, բանտարկյալ է, ոնց որ ասես, ազատություն խի չեք ելնում, մի հատ խի զագար չեք ընդունում, խի արևին չեք ելնում, այդ D վիտամինի կարիք ունեք դուք, ինչի D վիտամին արևին չէ, ու անընդհատ իրանք արևի տակ ման են գալիս, այդ զագարը ընդունում են, արևի ճառագայթները ընդունում են, D վիտամինը ընդունում են, բանտարկյալին ասում են, օրինակ եմ էլի բերում, բանտարկյալին դատում են։ Այդ օրինակ ամեն տեղ կա կյանքի մեջ օգտագործել։ Բանտարկյալին ասում են, լսի դու ծույլ ես, դու չես ելնում մի հատ արևին պարկես, դու չես զագարանում, չէ որ պետք է հելնես, զագարը նայի ոնց է եկել է, ես D վիտամին չեմ խմում, ես բնական արևից եմ վերցնում, իսկ դուք առնում եք, բերում եք բան տնեք խմում, չէ։
Լսի, դու ազատության մեջ ես։ Տարբերությունը որտեղ են գտնվում երկուսով։ Այո, դրա համար շատ անգամ մարդիկ դիրքից են խորհուրդ տալիս ու չեն հասկանում, որ այս մարդը դեռ ուրիշ տեղում է գտնվում, այդ իրավիճակում արի խորհուրդ տուր։ Հիսուս Քրիստոսը երկնքում կամ Աստված հենց Հայր Աստվածը երկնքում չասեց, արա չեք տեսնում որ պետք է գաք իմ մոտ։ Թողեք ամեն ինչ արեք իմ մոտ, որ երկինքը վայելեք։ Հիսուսին ասեց գնա բերես մարդկանց իմ մոտ, իջացրեց, ասեց մարդացավ, որ Աստծո որդին մարդացավ, որ մարդու որդին Աստծո որդի դառնա։ Կարելի է ասել նաև խոնարհվեց Աստված, իջավ, որ հետո բարձրանա։ Խոնարհվեց, բոլորը կանչում են, մայիս։ Այսօր բոլորը կանչում են, ասում են արի ստեղ։ Ոչ մեկ չի գալիս իջնի քո իրավիճակի։ Արի իրար հետ գնանք։ Ասի արի գնանք։ Հարի գնանք այնտեղ։ Հասկանում ես, շատերը այսենց են, շատերը հերվից ասում են արի ստեղ, բայց իրական հայրերը, հոր սիրտ ունեցողները գալիս են որդիների մոտ եւ որդիներն ասում են արի իմ մոտ։ Հասկանում ես, շատ կարևոր է, իհարկե շատ կարևոր է, որ որդին դա ցանկանա, որդին դա ուզենա, որդին դա ոնց որ ձգտի դրան, ոնց որ տեսնում ես անարակ որդու վերադարձի մեջ է, որդին հենց ունեցավ այդ ցանկությունը եւ ինքը մի քայլ արեց, հայրը մյուս քայլ արեց եւ դիմավորեց, վազեց, ասում է, վազեց, դիմավորեց, այսինքն պատրաստ է Տերը գնա դեպի որդիները, մարդիկ գնան դեպի որդիները բերելու, բայց պետք է որդին ուզենա։ Իսկ Արթուր եղբայր, հեչ նկատել ես, շատ անգամ մենք փորձում ենք օգնենք մյուսին, դիմացինին, բայց քո ասացի պես իրանց մեջ ցանկություն չկա։ Այդ դեպքում ինչ անել։ Դրա համար այդ երկուսը ասեցի, կա այդ երկուսը։ Մարդկա իր դիրքից խորհուրդ տալիս, սենց արեք, ծույլ եք չեք անում բան, մարդկա տենց կարա խորհուրդներ տա, իսկ մյուսը գալի տանում է։ Էլի ասում եմ, կարևոր է որդու ցանկությունը նաև, կարևոր է մարդու ցանկությունը, ուզում անդեղից գնա հետևի հորը, թե չէ։ Իսկ եթե մեկը չի ուզում, կարելի է համոզել։ Չես կարա ոչի բան անես, եթե ոչ միայն սեր տաս ծառայես։ Այսինքն եթե մարդը չի ուզում փոխվել, ինչ ուզում ես արա։ Չես կարում ոչինչ անես այդ ժամանակ, բայց քո ներկայությունը իր կյանքից չպետք է կտրվի։ Շատ կարևոր բան։ Այսինքն չասես, եթե չես ուզում, Աստված քո հետ, ես անցա առաջ։ Հա, ու գիտես ինչ, երբ որ այն ժամանակ ինքը ուզում է, դու պետքա կողքը լինես։ Ու ոնց կողքը լինես, եթե դու բաց ես թողել արդեն իրան։ Հասկանում ես, չէ՞, այսինքն ոնց ասեմ, ես մի հատ բառ կա, մենք ասում ենք պուլսը ձեռքիդ պետք է լինի, հա, պուլսը ձեռքիդ պետք է լինի։ Հիմա ուզում է, այն ժամանակ չէր ուզում, հիմա ուզում, այսինքն այդ կապը պետք է լինի, մենք երբեմն կտրում ենք մարդկանց այդ կապերը, վերջ։ Ինձի սենց ասեց, ինձի մերժեց, ինձի բան արեց։ Всё, կտրում են կապը։ Իսկ ինչի են մարդիկ կապը կտրում, Արթուր եղբայր։ Միգուցե եսի խնդիր է, միգուցե չներելու։ Միգուցե շատ անգամ, երբ որ դիմացինը քո հետ համաձայն չի։ Ձեր ասածն է, տենց եսի խնդիր է, վիրավորանքի խնդիր է եւ այլն եւ կապը կտրում են։ Միգուցե դիրքի խնդիր է, մարդ միշտ սիրում է այդ կոնտրոլինգ դիրքում լինել։ Այդ բոլորը, որը ասում եք, տենց է, իրականումը տենց է, բայց նաև ձեռնտու է, կտրեմ կապը պրծնեմ, այմար գլխացավանքից հեռու։ Ասում I don't want to have headache, գլխացավ չունենա։ Հա, ոնց որ կտրեմ կապը, էսի հոր սիրտը չի։ Հոր սիրտը թեկուզ խրատում է, թեկուզ դասիրակում է, թեկուզ ջղայնանում է, բան անում, բայց էլի ասում է, հա, տենաս ինչ անում։ Տենաս սոված է, տենաս հաց ունի, տենաս խրատվեց, տենաս ինչ որ բան անընդհատ աչքը ճանապարհին է։ Էս էր բանը, որ դիմավորելուց վազեց հայրը անառակ որդու այդ արակի մեջ։ Հասկանում ես, էսա, ոչ թե ինչ լավ է սխալվեց, ինչ լավ է մերժեց, սթից մի հատ ձևական օգնություն էի առաջարկում, մերժեց, լավ է առիթա, всё, մերժեմ, լավ է պրծա է սրանից, всё։ Այս հրա պատասխանատվություն, մոտիվներ են, դրդապատճառներ են, մայիս, հասկանում ես, ուղղակի այս կյանքում չես կարա սիրուն խոսաս, սիրուն խաղաս ու պրծնես։ Թեկուզ այս կյանքում կարա ստացվի տենց ինչ որ բաներ, բայց դու երկնքի առաջ չես կարնալու այդ խաղերը տաս։ Դու չես կարանա արդանաս տեյու ապրած ժամանակ, Աստված ասի, չէ, դու իրոք խաղում ես, fake aid։ Դաժե ասեմ քեզ,
մի քիչ կոպիտ օրինակ կլինի, դաժե ասեմ քեզ, կեղծ սրտով մարդիկ կարան էլի վերցնեն Աստվածաշնչից, իրանց արարքները, օրինակները ցույց տան, ասեն, «Էս Բիբլիայում է գրած»։ Բայց կեղծ սրտով ու հիշում ես, որ ավետարանն էլ դաժե քարոզում էին շատերը նախանձից, ելներ Պողոս Առաքյալը ասեց, շատերը քարոզում են նախանձից, օքեյ, ասում եմ, թող քարոզեն, բայց մոտիվը բացահայտված, ասում եմ, նախանձից են քարոզում։ Բայց նախանձից պետք է քարոզես, թե պետք է քարոզես սրտացավությունից։ Եթե մեղավորի հանդեպ, կորածի հանդեպ սրտացավություն չունենաս, քո ավետարանը ոչինչ է նրա համար։ Հասկանում ես։ Այսինքն եթե դու խորհուրդ տվողի դերում ես, բայց իրոք քո շարժարիթը ոչ թե այդ մարդուն բարձրացնես, օգնես, հելնի այդտեղից, այլ կոպիտ ասած դու լավ ես զգում, որտեվ դու խորհուրդ ես տալի, դա իրոք սխալ մոտեցում է, սխալ մոտիվ է։ Իհարկե, գիտես, երբեմն խորհուրդներին չեն հետևում, երբեմն սրտին են հետևում։ Գիտես, այս վերջերս միտեղ գրել էի իմ բլոկնոտի մեջ գրել էի հայտնությունները, sense գրում եմ, պահում եմ, գրել էի այսպիսի բան, ասում էի, կարան նպատակները նույնը լինեն, բայց մոտիվները, դրդապատճառները տարբեր։ Կարող է ես էլ ուզենամ թմրամոլին ծառայեմ, դու էլ ուզենաս թմրամոլին ծառայես։ Ես էլ ուզենամ աղքատին հասնեմ, դու էլ ուզենաս աղքատին հասնես։ Մյուսն էլ ուզենա այն մյուսին հասնի, այն մյուսն էլ ուզենա, բայց տարբեր դրդապատճառներ։ Թե ես խեմ ուզում դրան հասնեմ, թե դու ես ուզում դրան։ Նայում ես նպատակը նույնն է, դրդապատճառները տարբեր։ Բայց եթե մարդու նպատակը նույնն է, կարող ասի դե ես էլ, դու էլ, չգիտեմ, Աստված նայում է սրտին գրված Աստվածաշնչում։ Աստված սրտեր քննող է։ Դրա համար մենք սրտով մաքուր պետք է լինենք։ Ոչ թե երբեմն, ասում են գործերով մաքուր, կարող ես լղոզեսել, սենց մեկ ասում են Աստվածաշունչը իհարկե ասում է, չէ, ասում է սրտի ավելցուկից է խոսում շուրթերը, չէ՞։ Այսինքն սրտիդ մեջ ինչ կա, շուրթերդ խոսում է, բայց մեկ կարի անկեղծ լինենք, շուրթերը կեղծել է կարում խոսա։ Այո։ Ոչ բոլոր սրտի բաները շուրթերից կարա դուրս գա։ Սրտից դուրս կգա այն բաները, երբ որ ճզմում ես արդեն սկսում է չպահել, չդիմանալ, սաղ ասել։ Բայց արի անկեղծ լինենք, շուրթերից կեղծ բաներն էլ կարում դուրս գալ, ոչ թե միայն սրտի բաները, կամ սիրտը արդեն կեղծ է։ Հասկանում ես, ու դրա համար սրտից արդեն կեղծ բաները կարա դուրս գա։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, կեղծ կարաս լավ բաներ էլ ասես։ Կամ էդի, կեղծ կարող ասեմ, վայ, քեզ ոնց եմ սիրում, բայց կեղծ, բայց շուրթերից դուրս եկավ, բայց սրտից դուրս չեկավ, շատ կարևոր է մարդու սիրտը, հասկանում ես, ես նկատել եմ, չգիտեմ ինչ, ես նկատել եմ, որ Աստված իրականում վեհ է գնահատում մարդու տեսակը, սիրտը, բայց չգիտես ինչի, օրինակ տեսնում ես, որ կարար, ասես այդքան էլ լավ սիրտ չունենա, բայց ճակերտավոր հաջողակ լինի այս երկրի վրա։ Ու ես մի բան եմ նկատել, ոչ բոլոր երկրի վրայի հաջողակները կարան երկնքում հաջողակ լինեն։ Կարաս մի քիչ կոպիտ կարա լինի, չգիտեմ, չեմ ուզում դատեմ ոչ մեկին, կարաս հաջողակ սպորտսմեն լինես, կարաս հաջողակ բիզնեսմեն լինես, կարաս հաջողակ ծառայող լինես, կարաս հաջողակ, չգիտեմ, հոգևոր լինես երկրի վրա, ու երկնքում տեսնես անհաջողակ։ Ես էլ Բիբլիայից եմ էլի տեսել, որ ասում է մենք էս էինք անում քո համար, այն էինք անում հրաշքները, իրանք հաջողված բաներ էին ասում, որ հաջողվել են երկրի վրա։ Աստված ասես քեզ չեմ ճանաչում, դու անհաջողակ ես երկնքում։ Հասկանում ես, դրա համար ես ուզում եմ իմ կյանքի բոլոր ընթացքում հոգևոր հաջողություններ ունենամ։ Որը գալիս է սրտից, անկեղծությունից, անկեղծ Աստծո հետ հարաբերություններից, գիտես ում է պետք, չեմ ուզում ծայրահեղություն, ում է պետք երկրային հաջողությունները, եթե երկնքում բանկրոտ ես լինելու։ Ու գիտես Հովանես Մկրտիչը մի հատ քայլ արեց, մի հատ ռուսերեն պաստուբկա արեց, հասկանում ես, դրանից իր տեսակը երկնքում դաժե Հիսուսը ասեց, որ ամենափոքրն է լինելու։ Այսինքն ասեց ամենափոքր իրանից մեծ է լինելու։ Այո։ Բայց երկրի վրա հաջողակ դեմք էր, Հովանես Մկրտիչը լուրջ դեմք էր, նայում էր հանդիմանում, ովքեր էին գալի իր մոտ։
ինչեր էր անում, ինչ հանդիմանում էր, մկրտում էր սա։ Հիսուսը անձամբ եկավ, որ ասեց Հովհաննես մկրտի ինձ։ Այո։ Այսինքն հաջողակ էր, որ Հիսուսին ինքն է մկրտե վերջ-վերջո ջրով։ Հա? Ու երկրի վրայի հաջողակները կարա ոչ բոլորը երկնքում հաջողակ լինեն։ Ու իմ նպատակն է, անկեղծ եմ ասում, ուզում եմ երկնքում հաջողված լինել։ Թեկուզ հաջողակ լինելը սիրում ենք բոլորս։ Կսիրենք բոլորս։ Այո։ Թող երկնքով հաջողակ լինենք ու երկնքում հաջողակ լինենք։ Ամեն։ Արտուր եղբայր, հարցեր էլի կան, բայց կուզեմ երևի վերջի հարցն էլ տալ, եթե դեմ չես, ժամանակը շատ արագ անցավ։ Այ քո տեսանկյունից, թե ապրելով աշխարհիկ կյանքով, հետո վերջի բավականին երկար տարիները արդեն կյանքը 20 տարի Աստծուն ես տվել, այլ ինչպես կներկայացնես հաջողակ մարդը որն է։ Այ ոնց ես դու ասում, գիտես ինչ, այս մարդը հաջողակ է, որտեվ ինքը ունի էս եւ էս։ Դրա համար մի պատմություն հիշեցի, պատմեմ, ուրեմն մի օր մի եղբայր ոնց որ sense թմրամոլության մեջ էր, հետո ոնց որ վերականգնողական կենտրոն անցավ, թե ծառայությունից մի խոսքով դուրս եկավ, այո, ընկավ իր աշխարհի գործերով, հոգևորը թողեց եւ այլն աշխարհի գործերով, ու մի եղբայր, մի տղայի մի օր հարցրեցի ինչպես է մեր եղբայրը, ինչպես է բան, ու սկսեց աշխարհի հաջողություններից խոսալ, ասեց լավ է, գործանում, բիզնեսա, սենց, ու տեսա աշխարհի հաջողությունների մասին է խոսում, ասի էդի բոլորն էլ կարան ունենան, Աստծուն ունեցող, Աստծուն չունեցող մարդիկ էլ էս ինչ որ ասեցիք, հիմա գործ է գտել, աշխատում է, դեպետ լավ բան է պետք է անի, իսկ ասի հոգևոր ինչ հաջողություններ կա այդ մարդու մեջ, ապստամբությունը դեռ կա, խռովությունը դեռ կա, ատելությունը դեռ կա, չներումը դեռ կա, չսիրելը դեռ, հավատքը, այս հաջողությունները կա թե չկա։ Այսինքն հոգևոր լինելով դու դեռ կարաս դրանք ունենաս եւ Աստված դեռ քեզ համարի անհաջող։ Իհարկե, նայ, ես քեզ մի բան ասեմ, անկեղծ եմ ասում, ես քեզ մի բան ասեմ, դու չես կարա ֆիզիկական հաջողությունները բերես մցնես Աստծո աչքերը, ասես տես, հեսա, ու ես դրա պատճառով հոգևոր եմ լավ։ Այսինքն, եթե դու ֆիզիկապես հաջողությունը բերես, այսինքն մարմնավոր ֆիզիկական հաջողությունը բերես մցնես մեկի աչք, ասես նայի, եթե Աստված իմ հետ չլիներ, ես ոնց կարայի այս հաջողությունները ունենայի։ Այդքան էլ տենց չի, որտեվ աշխարհում լիքը մարդիկ Աստծուն չունեն, անգամ տարբեր կրոնների կամ անգամ, չգիտեմ, կարա լինեն անաստված մարդիկ, որոնք չեն հավատում Աստծուն, բայց շատ ֆինանսական, ֆիզիկապես աշխարհում լավ հաջողվածներ են։ Ինչ ասենք, մենք պարտության կմատնվենք, երբ որ ֆիզիկական հաջողությունները վերենք մարդը աչքերը մցնենք, որովհետև մի հատ աթեիստ կգա, ես Աստծուն չեմ հավատում, նա քեզնից շատ բան ունեմ, քեզնից հաջողած եմ, քեզնից շատ բան ունեմ, քեզնից շատ աշխատողներ ունեմ, հասկանում եք, չէ՞, ինչ իմաստն եմ խոսում։ Այսինքն մենք չպետք է խոսանք մարդկային մարմնավոր հաջողություններից ու ասենք էսա, no, իսկ հոգևոր հաջողություններ, այո, ես համարում եմ Տիրոջ հետ հարաբերությունները, սիրտդ ուղիղ պահելը, մարդ մնալը, հասկանում ես արժեքները, տեսակդ, Աստծո մեջ չկորցնես, վերջը մենք ինչի պետքա ձգենք, հոգևոր հաղթանակների, թե մարմնավոր հաղթանակների։ Այո։ Վերջը, բայց թող տա Աստված, մենք հոգևոր առողջ լինելով, թող տա Աստված ֆիզիկապես, ֆիզիկական կամ այդ մարմնավոր աշխարհում լավ հաջողություններ ունենանք, no problem։ Այո։ Հասկանում ես, բայց առաջնայինը միշտ հոգևորի վրա գալիս էինք, էտա որդուս էի սորացնում, ասում էի, այո, հաջողվեք, առաջ գնացեք, աշխատեք, ֆինանսների մեջ էլ, հոգևորի մեջ էլ բան, բայց ոչ ամեն գնով պետք է հաջողվեք, տղես։ Ոչ թե ամեն գնով պետք է հաջողվեք, այլ ճշմարիտ ճանապարհում պետք է հաջողվեք։ Այո։ Որտեւ այսօր տարբեր մարդ խփի, չգիտեմ, մարդ թալանի, մարդ կարաս լիքը փողեր ունենաս։ Այո։ Կարաս սենց ասած ուրիշ աշխարհում հաջողակ լինես։ Ես ընտրել եմ, ես աշխարհում եմ հաջողակ եղել, հանցագործ աշխարհում հաջողակ եմ եղել։ Ես նախընտրեցի հոգևորում հաջողակ լինել։ Ինձ պետք չի աշխարհի հաջողությունները, որտեվ ես մի բան հասկացա, որ աշխարհի փառքը ու ընդհանրապես փառքերը կործանել գիտեն։
Այո։ Իսկ Աստված տալիս է մի կյանք, որը հավիտենական է ու լավ նախոնարության միջոցով է տալիս։ Այո։ Ամեն։ Արտուր եղբայր, ուզում եմ նշել, որ ես անձնապես շատ հարցերի մոտ էլ բացվեց քո խորհուրդներից, քո կարծիքից, որտեվ ես լինելով բիզնեսմեն շատ եմ շփվում նաև բիզնես աշխարհի հետ եւ ցավոք սրտի բիզնեսի մեջ շատերը դեռ Աստծուն չգիտեն։ Եվ ինչի եմ ուրախ եղել այս ինտերվյուի համար, որտեվ իմ հետևողների մեծ մասը նաև բիզնես աշխարհում են եւ ես միշտ փորձում եմ հնարավորության դեպքում ասել, որ գիտես, ուզում եմ որ դու Աստծուն էլ ճանաչես, հոգեվորի մեջ էլ հաջողվես, ոչ թե միայն բիզնեսի մեջ։ Եվ ես կարծում եմ շատ բիզնեսմեններ, ովքեր նայելու են այս հաղորդումը, իրենց մեջ էլ այդ հարցերը կծագի։ Եվ ես ուզում եմ, որ Աստված իրենց սրտի հետ էլ խոսալ։ Այո, ամեն Աստված օրհնի ձեզ ամեն բիզնեսմենի էլ, գիտեք, իրական Աստվածաշունչն էլ խորհուրդ է տալի այս աշխարհի հարուստներին, ինչ խորհուրդ տաս, որ իրական ֆինանսները ճիշտ տեղ օգտագործեն, չհպարտանան, հույսները չդնեն ֆինանսների վրա, որով քամի թևեր կար առնի դռնի։ Մենք տեսնում ենք փառքասուն լավ հոգևոր եղբայրներ ունենք, լավ ֆինանսներ ունեն, մենք էլ ենք լավ ֆինանսներ տեսել, մենք էլ ենք լավ հաջողություններ տեսել, բայց տեսնում ես իրականում մխիթարությունը տեղել չի։ Մի փոքր կարաս զգաս ապահովություն, ինչ որ բան։ Գիտես բանտերում գաղութներում ինչ միլիարդ հատերեր կան։ Ու որոնք արդեն բանկրոտ են։ Ոչ թե կեղծ բանկրոտները, այլ իրականում բանկրոտ են։ Իրականում պատմում էին գաղութներում, բանտերում պատմում էին ինչ փողեր են ունեցել, ինչ անուններ են ունեցել, զրո հաց բերելու մարդիկ չկային, որ հաց բերեին, բայց բավականին ֆինանս է, տեսնում ես, որ ֆինանսը չփրկեց, ու նաև հոգևոր այդ բանկրոտը, ասեմ, մտքի հարցակումները ոչ մի փող չի կամ, ես գիտես այդտեղ ինչքան մարդկանց եմ ծառայել, անկեղծ միլիոնների պրոյեկտներից են խոսում, երբ որ խոսում ենք միլիոններ, այսպես, ես նայում եմ, երբ որ ինքը խոսում է, ինքը իր հաջողություններից է խոսում, ու ես մնում եմ իմ տեղում ու շրջվում եմ վերջում գիտես ինչ է ասում ինձ, որ ֆինանսի աշխարհում միգուցե շատ հաջողակ չեմ եւ այլն, շրջվում ասում եմ, բա ինչ անենք Արտուր ախպեր հիմա։ Վաու։ Գիտես, ես տեսնում եմ, որ ես հաջողակ եմ հոգեվորի մեջ, ինքը հաջողակ է ֆինանսների մեջ։ Ինչ պետք է անենք, մենք իրար պետք է օգնենք։ Իհարկե առաջինը ես պետք է իրան օգնեմ, որովհետեւ ինքը հոգեվոր բանկրոտի մեջ է։ Ինքը մտավոր հարցակումների տակ է, իրեն փողերը չի օգնում, ոչինչ չի անում։ Հասկանում ես, վերջում պտտվում ասում է ինչ անենք, ասում եմ Աստծուն պետքա դառնանք։ Աստծուն պետքա ճանաչեք, Աստված է ազատություն տվողը, ֆինանսները չի ազատություն տվող, բայց խնդիր չկա, ֆինանսներ դու գա։ Երբ ասում ֆինանսներ եկավ, չգիտես էլ ինչքան խնդրեմ կգա, մեկ իրականում էլի արի անկեղծ լինենք, չէ, դաժե Աստվածաշնչում ասում ֆինանսները եղավ ուտողներն են շատանալու, ինչ եւ այլն, բայց դեմ չեմ, փառքաստուն ես այսօր ուզում եմ, որ շատ ֆինանսներ, ես անկեղծ ասում եմ Աստված իմ անենց կուզենամ, որ իրականում հարուստ հավատացյալ լինեմ, որովհետև ես ունեմ իմ մեջի ծրագրերը, որը պետք է անեմ հոգևոր աշխարհում, այո, հոգևոր աշխարհում, այսօր վերականգնողական կենտրոն ինչի չի ծնվում Ամերիկայում, դեռ չի ծնվում Ամերիկայում, նախ առաջինը, որ իմ մեջ դեռ Աստված բաներ է պատրաստում ձևավորում, երկրորդը ես նայում եմ ֆինանսականը ոնց պետքա հասցնեմ, այսինքն տուն եմ վարձելու, այնտեղ եւ այլն, սնունդի հարցն է, մարդկանց ինչ որ բաներով ապահովել, իմ ընտանիքին ապահովել, ու դա բերում է ինձ մի հատ տուպիկ, որ ես չեմ կարող երկրորդ քայլը մտածեմ, թեպետ ես հասկանում եմ, ոչ թե ֆինանսը ինձ պետքա առաջ տանի, այլ ես պետքա ոնց որ ծառայությունը Հիսուսով իհարկե առաջ տանեմ, ֆինանսներն էլ կգա, բայց քանի որ ոսկին ու արծաթն է այսօր պատասխանը տալի ես երկրի վրա, հա, երբեմն գալիս կանգնում ես այդ կետին։ Բայց օքեյ, ուրեմն այսօր մինչև մեզի պատրաստի ֆինանսներն է կպատրաստի, մինչև ֆինանսները պատրաստի, մեզ կպատրաստի, կգնանք առաջ։ Աշխարհի բիզնեսմեններին մի լավ խորհուրդ կարամ տամ։ Այո։ Ինչ ուզում եք արեք, ինչքան ուզում եք հարստացեք, ձեր մարդկային տեսակը պահեք, ամուր,
ամուր պահեք ձեր մարդկային տեսակը։ Ես կավելացնեմ, ամուր պահելու համար պետք է Աստծուն ճանաչես։ Ամեն։ Երբ որ դու Աստծուն ճանաչում ես ու դու ֆինանսապես լավ վիճակում ես ու ավելի լավանում ես, դու կարողանում ես քեզ չկորցնել։ Այո, բալանսի մեջ ընկնել։ Ինչի նայեք հետաքրքիր է, օրինակ ինչի Աստված չի ուզում որ մարդը փառավորի։ Ինչի չի ուզում, որովհետև մարդը հպարտանում է, բայց Աստված ինքը մարդուն փառավորում է։ Հասկանում ես, բայց չի ուզում որ մարդուն փառավորի, մարդը մարդուց փառք ստանա։ Ինչի, որտեվ գլխապտույտը սկսում է։ Մի փոքր լավ ավտո քշի, մի փոքր լավ հագուստ հագի, նայ ընդհանրապես քայլելու դիրքն է փոխվում։ Այո։ Համաձայն։ Լավ մեքենա մի հատ լավ մեքենայի մեջ նստի, շտոտ մի քիչ բան է փոխվում, դու հանգստացնում ես ինչով, հոգևորով էլի, Հիսուսով էլի, ասում ես մի հատ հանգստացի։ Ամեն։ Աստված թող օրհնի ձեզ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Արտուր աղբեր, շնորհակալ եմ քո ժամից։ Վերջի մի քանի խոսքը, ինչ կասես մանավանդ ավելի շատ կասեի երիտասարդներին, նրանք ովքեր կյանքը դեռ նոր են սկսում, միգուցե այդքան փորձ չունեն, այ քո փորձառությամբ ինչ վերջի խորհուրդ կտաս։ Ես այս խորհուրդը կտամ ընդհանրապես, որ կարիքները, սրտի ցանկությունը ընդհանրապես երբեք չվերացնի քո ներսի արժեքները, աստվածային արժեքները, մարդ տեսակը։ Ես մեկ էս եմ ասում, Հիսուս Քրիստոսը խաչի վրա մնաց, բայց մարդ մնաց։ Խաչի վրա մահացավ, բայց մարդ մնաց։ Այո։ Այսինքն այն վերջի պահին էլ ճիշտ դրսևորեց իրան, վերջի պահին էլ ճիշտ բաներ արեց։ Հասկանում ես, վերջի պահին էլ ներում խնդրեց ձեր համար, մեր համար, բոլորիս համար։ Այո։ Այ մարդ մնաց, չասեց, դուք արժանի չեք, ձեր նմանի համար արժի խաչվել։ Գնաց, անկախ նրանից ինչ եղավ, ինչ բերեցին իր գլխին, գնաց մարդ տեսակը պայելով նախ առաջին է։ Այդ մեկը տենց եմ ասում, իհարկե ինքը Աստված է, Աստծո որդի է, նաև մարմին էր, մարդկային մարմին հագավ, տեսավ այդ ցավերը, բայց եւ այնպես այդ արժեքները իր մեջից չկորցրեց։ Անկամ եթե վարձի բանի հարց էր լինում, ասում էր գնացեք ձկի բերանից հանեք, իմն էլ քոնն էլ տվեք, այս մեր հարցերը, էդ էլ կլուծի, էդ էլ կլինի։ Բայց գիտես, երբեմն ուզում ես տեսնում ես այս օրինակով լավ վերջացնեմ էլ որ շատ էս կողմ են կողմ չլինենք։ Գիտես, եկավ ժամանակ, որ երբ որ սոված էր Եսավը սոված էր, եկավ ժամանակ, որ ասեց ինչի՞ս է պետք է անդրանիկությունը։ Ինչի՞ս է պետք է մարդ տեսակս, ինչի՞ս է պետք է կոչումս, ինչի՞ս է պետք է ժառանգությունս, ինչի՞ս է պետք է հոգևորս, ինչի՞ս է պետք է Աստծո հետի կապը, եթե ես այսօր սոված եմ։ Արի ծախեմ, հա, արի ծախեմ, այսօր կշտանամ։ Ես խորհուրդ եմ տալիս ելնելս, ձեր արժեքները, ձեր մարդ տեսակը մի վաճառեք, որ այսօր մի կտոր հաց ունենաք ուտեք։ Գիտես, բանտերում գաղութներում այսպիսի մի բան կար, ասում էին մի կտոր հացի համար իրան կվաճառի։ Գիտես, որովհետև հացը չկար, շատ սով էր, շատ դժվար ժամանակներ էր, բայց մարդիկ կային սոված էին մնում, բայց մարդ էին մնում։ Մարդիկ կային իրանց անունը պահում էին, բայց չէին գնում են վատ քայլերին, ինչա թե կերակրվեն։ Գիտես, դրա համար մեկ ասում եմ, այո, ամեն ինչն էլ մեզ մի բան սովորացրել է։ Ամեն ինչն էլ մի բան հղկել է մեր կյանքում, ամեն փորձություն ու դժվարություն էլ մեզ դարձրել է, չգիտեմ, տեսակ, մի հատ տեսակ, անհրաժեշտ տեսակ։ Այսքան է ուղղակի, չվաճառենք մեր անրանիկությունը, մեր մարդ լինելը, մեր Աստծուց տված այդ արժեքները չվաճառենք, եթե անգամ այսօր հնարավորություն չունենք, չգնանք այդ վատ քայլերին։ Շնորհակալություն Արտուր աղբեր, քո ժամից քեզ ցանկանում եմ նորանոր ստեղծագործություններ, հաջողություններ, հոգևորում եւ նաեւ անձնականում եւ հուսամ ովքեր հարցեր ունենան միգուցե ապագայում նորից հարցազրույց կունենանք։ Շատ շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ ձեզ, Տերը օրհնի, առաջ տանի։ Շատ բարի, սիրելի բարեկամներ, ահա եւս մեկ հարցազրույց, որ իմ չանալուն շատ եմ խոսում հաջողության մասին, բայց այսօրվա տեսանկյունը կարծում եմ շատերիդ ավելի
մտածելու տեղ կտա, թե իրոք քո համար հաջողությունը ինչ է նշանակում։ Տարածեք այսօրվա վիդեոն ձեր էջերում եւ կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսյուն բոլորիդ։